Բանակում ոչ մարտական պայմաններում տարեկան մի քանի տասնյակ զինվոր է մահանում, ընդ որում հատկապես իշխանական ու իշխանամետ կառույցները փոքր թվեր են ներկայացնում։ Օրինակ, փաստերի ստուգման հարթակում ՖԻՊ-ում 2018-ին ոչ մարտական պայմաններում գրանցված մահերը 36-ն են, իսկ Ռազմինֆոն նշում է 54 դեպք։ 2019-ին ՖԻՊ-ը հայտնում է 32 դեպքի մասին, Ռազմինֆոն 45։ Ցավոք մենք հիմա չունենք ստույգ վիճակագրություն, օրինակ մինչև 18 թվական տարբեր պատճառներով, նաև դրսից ինչ-որ ճնշման պատճառներով բանակը ըստ էության սենց եզակի բացառություններով բոլոր կորուստները հրապարակում էր, առավել ևս եթե ժամկետային զինծառայողին մի բան էր լինում, անպայման դա հրապարակում էին, հա։ Ու կար բավականին լավ, բավականին որակյալ, այսպես ասեմ, վիճակագրություն։ Հիմա հրապարակվող թվերին որևէ հավատալու հիմք չունենք, որովհետև եղել է ինչ-որ թիվ են հրապարակում, մենք հաշվել ենք ըստ միջադեպերի ու քանի կորուստ ա եղել, ու պարզվել է, որ պաշտոնական թիվը իրականությանը չի համապատասխանում։ Շրջանառվող թիվը սա է. 2018-2025 թվականներին ոչ մարտական պայմաններում բանակում գրանցվել է 440-ից 480 զինվորի մահ, ինքնասպանություններ, սպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ, ավտովթարներ։ Այս իշխանությունների, որոնք եկել էին հեղափոխական կոչերով, ընդհանրապես բանակը իրենց համար ոչինչ չի նշանակում, այսինքն բանակը փակվել է հասարակությունից ամբողջությամբ, չկա որևէ հասարակական վերահսկողություն, նախորդների ժամանակ կար այդ վերահսկողությունը, կային քննարկումներ, կային հանդիպումներ, պաշտպանության նախարարության քննարկումներ մահվան դեպքերի մասին, ինքնասպանության դեպքերի մասին։ Հանրային վերահսկողություն հիմա չկա։ Բանակը փակ համակարգ է, որտեղ մահվան դեպքերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում ընդամենը ասվով է չպարզված հանգամանքներում հայտնաբերվել է զինծառայողի դի ու վերջ։ Բանակի իշխան հրամանատարությունը, բարձրագույն հրամանատարությունը, դրանում անպայման ավելացնենք Նիկոլ Փաշինյանի անունը, որտեղ առանց նրա ոչինչ տեղի չի ունենում այս երկրում, ոչ մի բարեփոխում, դրանք միայն հայտարարություններ էին։ 2023-ին բանակում մահերի մեծ թիվ գրանցվեց։ Մեկ ամսում հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում մոտ 10 մահվան դեպքեր տեղի ունեցել եւ ուրեմն դա վկայում է, որ որևէ բարեփոխում բանակում չի լինում կամ չէր եղել, հենց այդ տարին էին իրանք բարձրագույն sense հայտարարություններ անում։ Մյուս հարցը, որը շատ կարևոր է, քննչական կոմիտեն չի բացահայտում մահվան դեպքերը։ Գիտեք, եթե նա բացահայտի մահվան դեպքերը, սա կանխարգելիչ նշանակություն կունենա։ Որակում են ինքնասպանություններ, սա որպես վիճակագրություն, որ ցույց տան, որ ինքնասպանը հենց այդ մարդը ինքնասպան է։ Սպանություններ տեղի չեն ունենում, դրանք ինքնասպանություններ են, ոնց որ թե ուզում են բարթեն ընտանիքի այդ անձի վրա, բայց գիտեք, բանակն է պատասխանատու, նա դա սա փակ համակարգ է, իրեն զորակոչում են զինվորին բանակ եւ գլխովին պատասխանատու են այդ զինվորի կյանքի համար։ Իշխանությունները թմբկահարում են բանակում բարեփոխումների մասին, գլուխ են գովում, թե խաղաղություն են բերել, թշնամու գնդակից այլևս զինվոր չի մահանում։ Խաղաղությունը առաջին հերթին պետք էր մեր երկրի ներսում։ Մեր երկրի ներսում խաղաղություն չկա։ Խաղաղությունը հենց այդ զոհերով չպետք է լինեին, որը պետք է վերացնեին, ամեն ինչ անեին, որ այդ զոհերը չլինեին։ Բայց այս անտարբերությունը բանակի, զոհերի նկատմամբ բացարձակապես միայն իշխանության մնալու նեղ անձնական շահերի եւ դրան ուղղված գործողություններ են միայն կատարվում։ Եթե մայրերը նախկինում թշնամու կույր գնդակից էին վախենում կամ թշնամու հարձակումից, այսօր վախենում են իրենց զավակներին բանակ ուղարկել բանակի ներսում տիրող բարքերի իրավիճակի պատճառով։ Բանակում
ահա որ բարոյալքված վիճակ է, շատ սպաների նաև քրեական ինչ-որ հետապնդումների տակ են, հիմնականում շինծ ու գործերով, շինծ ու մեղադրանքներով, տարիներով չլում են, շատ փորձառու սպաներ դուրս են եկել բանակից։ 2024-ին մահվան դեպքերի 90%-ը տեղի է ունեցել ոչ մարտական պայմաններում։ Եթե համեմատենք վերջին 7-8 տարվա դինամիկան, կարձանագրենք, որ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերը միջինում կազմում են 80-ից ավելի տոկոս։ Ընդ որում 2025-ին թշնամու հետ շփման գծում ոչ մի զոհ չենք ունեցել, բայց 30 զինվոր է մահացել։ Որևէ պատասխանատվություն այդ առումով չկա։ Ոչ մեկ պատասխանատու չէ, որ այդ մարդու կյանքի իրավունքը խախտվում է բանակում։ Եվ այդպես է շարունակվում է, որակում են սպանությունը, ինքնասպանություն, մենք բազմաթիվ դեպքեր ենք ուրեմն ուսումնասիրել, մենք ներգրաված ենք եղել քննության մեջ եւ մենք տեսել ենք, որ դրանք սպանություններ են, ոչ թե ինքնասպանություններ։ Բանակը բարդ համակարգ է, ծառայությունը դժվար է, սթրեսային, վտանգավոր, ծանր հոգեբանական իրավիճակներ հաճախ են լինում։ Ամենավերևից եկող այդ կարգապահության անկումը։ Մյուս խնդիրը դա օրինակ նույն զինվորականները այսօր ստիպված են մարտական դիրքերում շատ ավելի ծանր մարտական հերթապահություն ունենան, քան նախկինում էր։ Ընդ որում այս իշխանությունները ելնելով նախընտրական պոպուլիստական ինչ-որ դրդումներից էլ ավելի են կրճատում բանակի քանակը, արդյունքում ունենում ենք, որ մարդկանց վրա այդ մարտական հերթապահության բեռը ավելի է աճում, այսինքն եթե նախկինում 2 շաբաթ հերթապահում էին, 2 շաբաթ դիրքերում էին, 2 շաբաթ իջնում էին զորամաս, ապա հիմա կարող է 2, 3, 4 շաբաթ էլ տևի, երբեմն նույնիսկ ամիսներ են տևում։ Պարզա որ մարդիկ այդ կոչվում է մարտական ստրես, մարդիկ մարտական հերթապահության ժամանակ, որ ոչ կարողանում են նորմալ քնել երկար ժամանակ, ասենք սնունդը այնպիսին չի, ինչպես կլներ, եթե զորամասում լինեին, ընդհանրապես այդ ծանր բանը, ծառայությունը նամանդ բարձրադիր դիրքերում եւ այդ պայմաններում պարզա որ մարդիկ սխալներ են անում, պարզա որ կարգապահությունն է անգնում, պարզա որ հոգեբանական խնդիրներ են ունենում։ Բանակը ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես թուլացնելու պետական ծրագիր է իրականացվում։ Վախի մթնոլորտը նաև բանակ է մտել։ Որևէ բացատրություն չեն տալի, փակել են, չգիտենք ինչու է զինվորը մահացել։ Եվ գիտեք, ծնողները եւս չեն կարողանում իմանալ ինչու իրենց որդին գնաց հայրենիքին ծառայելու եւ սպանվեց, մահացավ, զոհվեց։ Չգիտեն, նրանց որևէ մեկը բացատրություն չի տալիս։ Այդ պատասխանատվության մասին եմ ասում, որևէ անգամ նախարարը չի ընդունում որևէ ծնողի, որ բացատրություն տա, թե ինչու է իր որդին սպանվել։ Բանակում տիրող իրավիճակի մասին հանրությունը տեղյակ չէ ու լսում է այն, ինչ ամբիոններից հորինում են։ Բարձրագույն ամբիոններից խրախուսում է ըստ էության թշնամու առաջ խոնարհվելը, բայց բանակը պետք է լինի, չգիտեմ, դուխով, բարձր մարտական ոգով եւ այլն, այդպես չի լինում։ Չի կարող զինվորը sense բարձր ինչ որ մարտական ոգի ունենա, եթե իր այսպես կոչված գերագույն պայմանական եմ ասում, գերագույն գլխավոր հրամանատարը աշխարհի ամենաբարձր ամբիոններից թշնամու կոշիկը լիզի։ Տարին նոր է սկսվել ու ոչ մարտական պայմաններում արդեն 2 զինվոր է մահացել։ Երկուսի դեպքում էլ Պաշտպանության նախարարությունը նույն հաղորդագրությունն է տարածել։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Մի զինվորի էլ այնպես են ծեծել, որ մահվան դուրն են հասցրել։ Վերակենդանացման բաժանմունքում է, հնարավոր է այլևս չտեսնի։ Կուրանա